Բարև ձեզ արգելի բարեկամներ, խնդրում եմ գրանցվեք, տարածեք, հավանեք, մի զլացեք, ձեզանից ոչ մի ջանք չի պահանջվում, որ ասենք լայքի կոճակը սեղմում եք, որտեղ դուք կօգնեք, որպեսզի տարածվի եւ մեր հաղորդումները ավելի շատ մարդիկ դիտեն։ Մեր լսարանը 40,000-ը արդեն ունենք այդքան գրանցված դիտողներ, այնպես որ աշխատեք օգնել ինձ, որտեղ եթե ձեզ եմ օգնում։ Այսօր կխոսենք Գերշակի ձեթի մասին։ Գերշակի ձեթին դուք երևի ծանոթ եք, շատերը Գերշակի ձեթը օգտագործում են տարբեր նպատակների համար, հատկապես ժողովրդական բժշկության մեջ, կոսմետիկայում, արդի բժշկության մեջ, նույնպես Գերշակի ձեթը լայն տարածում եւ բուժական միջոց է տարբեր հիվանդություններ բուժելու համար։ Գերշակի ձեթը վաճառում են դեղատներում ֆլակոններով, դուք կարող եք գնել անհրաժեշտության դեպքում եւ օգտագործել։ Ինչի համար է Գերշակի ձեթը։ Ձեթը իր մեջ պարունակում է բազմաթիվ վիտամիններ, ամինոթաթուներ, հանքային տարրեր, միկրոտարրեր, որոնք հզորացնում են նրա բուժական ազդեցությունը եւ ինչ հիվանդություններ կարելի է բուժել եւ օգնել կամ կանխել այդ հիվանդությունների առաջացումը, օրինակ սովորական գործնուկները բուժելու համար դուք կարող եք այն մերսել Գերշակի ձեթով օրական 2 անգամ մի 15 րոպե տևողությամբ, այսպես նուրբ ձևով մերսում եք եւ գործնուկները սկսում են աստիճանաբար ներծծվել։ Լավ արդյունք է տալիս նաեւ լյարդի բծերի, մաշկի վրա առաջանում են կարմիր բծեր կամ կերծվածքի նման այդպիսի երևույթներ եւ Գերշակի ձեթով մերսելով այն դուք կարող եք վերացնել այդ դեֆեկտները, այսպես ասած, թերությունները։ Լավ արդյունք է տալիս նաև վերքերի, տրոֆիկ խոցերի, մաշկային խոցերի ժամանակ Գերշակի ձեթը, պարզապես այդ ձեթով յուղում եք այդ վնասված մակերեսները օրական 1-2 անգամ։ Նորածնի պորտը մշակում եք ձեր Գերշակի ձեթով եւ այն արագորեն չորանում է։ Կերակրող մայրերին, որպեսզի կերակրման ժամանակահատվածը երկարի, այսինքն երկար կարողանան կերակրել այդ երեխաներին, պտուկները յուղում եք Գերշակի ձեթով։ Աչքերի կարմրության, գրգռվածության համար օրական 1 անգամ 1 կաթիլ յուղ եք կաթացնում Գերշակի այդ ձեթը աչքերի մեջ։ Հարգելի բարեկամներ, փորձված մեթոդ է եւ լավ արդյունք է տալիս մազաթափության ժամանակ, հատկապես երեխաների, պատանիների մազաթափության ժամանակ դուք Գերշակի ձեթով մերսում եք գլխամաշկը, մազարմատները, կարող եք անել շաբաթը 2 անգամ եւ մազերը եւ պարտամանում են եւ արագորեն աճում են։ Որպես կանխարգելիչ պրոֆիլակտիկ մեթոդ դուք այդ կարող եք կրկնել, այսինքն ամիսը 1 անգամ, 2 ամիսը 1 անգամ, 1 շաբաթ կարող եք անել կրկնել դա եւ կստանաք լավ արդյունք։ Իսկ ճաղատության ժամանակ դուք կարող եք վերցնել հավասար քանակությամբ Գերշակի ձեթը եւ սալիցիլային սպիրտը, խառնում եք իրար եւ օրը 1-2 անգամ դրանով մերսում եք գլխամաշկը, նա լավացնում է գլխամաշկի այրան շրջանառությունը եւ նպաստում է մազերի աճին։ Արդյունավետ է նաև Գերշակի ձեթը օգտագործել երկար քայլելուց, հոգնածության ժամանակ, ոտքերի ցավելու, այտուցի ժամանակ դուք կարող եք օգտագործել Գերշակի ձեթը, նրանով մերսում եք ոտքերի մաշկը, նախ մաշկը թավշի տեսք է ստանում,
լավ կլինի, որ վերցնեք մեկը մեկի հարաբերությամբ այն խառնեք արևածաղկի ձեթի հետ, ենթադրենք մի ճաշի գտալ գերչակի ձեթ, մի ճաշի գտալ արևածաղկի եւ դրանով մերձել տալիս է շատ ցանկալի արդյունք, այդ ուսները ներծծվում են, հոգնածությունը վերանում է, ցավերը վերանում են եւ ոտքերը կարողանում են ծառայել ըստ նպատակին։ Հարգելի բարեկամներ, մաշկային կրունկների, հատկապես ճաքերի կոշտուկների ժամանակ գերչակի ձեթով մերձելով դու կարող եք վերացնել այդ թերությունը, որտեղ կրունկների ճաքը տհաճ երևույթ է, հատկապես ամռանը բաց կոշիկներ հագնելուց նրանք երևում են եւ նաեւ ինֆեկցիայի մուտք է հանդիսանում։ Դուք դրանով կարող եք շատ դյուրին ձևով բուժել այդ մաշկային թերությունները։ Արդյունավետ է նաև բրոնխների ժամանակ դուք կարող եք վերցնել գերչակի ձեթը, խառնել բևեկնախեժի ձեթի հետ, յուղի հետ եւ դրանով մերձում եք կրծքավանդակը, նուրբ ձևով այսպես մերձում եք կրծքավանդակը եւ որից հետո տաք ծածկում եք եւ այդ բրոնխային երևույթները կվերանան։ Գերչակի ձեթը օգտագործում են նաեւ այլ նպատակների համար, նրանով կարելի է կատարել նաեւ մարմնի մերսումներ գերչակի ձեթով, որից հետո մի կես ժամ հետո կարող եք լվանալ, մաշկը թարմանում է, այդ մկանային թուլությունը անցնում է, մաշկի առանձնականությունը լավանում է։ Այսքանը գերչակի ձեթի մասին։ Այժմ ուզում եմ ես ձեզ ցույց տամ իմ գրքերը, եւս երիցս մեկ անգամ, դա բժշկարան գիրքն է, որին դուք ծանոթ եք եւ օգտագործում են շատ բնակիչների շատերը ունեն այս գիրքը, հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Գիրքը պարունակում է 90 տեսակ հիվանդություն, ունի իր քառալեզու բառարանը, այստեղ հիվանդությունները նկարագրված են ավելի ընդարձակ եւ տրված է բուժումը ժողովրդական բժշկության մեթոդներով, բուժամիջոցներով։ Գիրքը ունի իր պատկերասրահը, կան այս նկարները բոլորը, ինչ բույսեր որ օգտագործվում են դեղատոմսերում, այդ բույսերի նկարները կան եւ 3 լեզվով գրված է տակահայերեն, ռուսերեն, լատիներեն, իսկ բառարանը բացի այս 3 լեզվից ունի նաեւ անգլերեն, այսինքն բառարանը քառալեզու է։ Մյուս գիրքը ալկամա գիրքը, որը նշանակում է Աստծո պարգև, այս բառը սանսկրիտով եւ հին արաբերենով, Աստծո պարգևը ոչ թե գիրքն է, այլ նրա մեջ ընդգրկված այն բոլոր միջոցները ժողովրդական բժշկության, որտեղ բոլորը բնական են, բույսերը, յուղերը, սուքները, կավը եւ այլը, որոնք մեզ տվել է բնությունը, մեր արարիչը, դրա համար էլ գիրքը անունը դրել ենք ալկամա, Աստծո պարգև։ Պարունակում է 170 տեսակ հիվանդություն, հիվանդության նկարագիրը գրված է շատ համառոտակի, բայց ընդարձակ տրված է բուժումը, այսինքն կան բազմաթիվ հիվանդությունների համար մեծաքանակ բուժամիջոցներ, եթե մեկը, այսինքն հարմար չէ, ցանկալի չէ, դու կարող եք ասնել մյուսին։ Գիրքը ունի նաև իր հավելվածը, հավելվածում ընդգրկված են, շատ հետաքրքիր է հավելվածը, նաև ժողովրդական բժշկության մյուս տեսակները, դրանք են կաթնաբուժություն, միզաբուժություն, յուղաբուժություն, քարաբուժություն եւ այլը,
ծառերի էներգիայից ինչպես դու կարող եք օգտվել, գիրքը դարձյալ ունի իր պատկերասրահը գունավոր 3 լեզվով գրած են այդ նկարների տակ բույսերի անունները եւս ունի քառալեզու բառարան։ Մյուս գիրքը, որը այսօր մեծ պահանջարկ ունի, ռուսական Լեչեբնիկը, որը շատ մեծ պահանջ կա Ռուսաստանում եւ հատկապես այնտեղի սովորողները, բժշկական թեկումով ուսանողները օգտվում են այս գրքից։ Եթե կունենաք հարցեր, կարող եք դիմել, իսկ տեղեկատվության եւ բուժման համար գալիս եք Պուշկինի 38, առողջություն դե ցտեսություն։